Թուրքական ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն թափի ասեղնագործությունը ճանաչել է որպես Թուրքիայի մշակութային ժառանգության մաս։ Այն ասեղնագործությունը, որի բուն հայկական լինելու մասին կասկած լինել չի կարող։ Չնայած յուրաքանչյուր զարդանախշ այդ հսկայական բազմազանության մեջ հավասարապես է արժանի դիտարկման, դիտարկենք թերևս ամենակարևորը։ Ով է տեսել խաչապատկերը թուրքական լինի։ Հազարավոր փաստերից անգամ այս մեկն էլ բավական է այն թափի ասեղնագործության հայկականությունը ապացուցելու համար։ Թուրքերը սխալ մեկնաբանությունով արդարացնում են ոճավորված խաչի պատկերի կիրառությունը իրենց կողմից, զրկելով այն իր խորհրդաբանությունից եւ վերածելով հասարակ նախշի, որը պատահմամբ խաչի է նման։ Սակայն հայկական նմուշներում կան խաչեր, որոնք համակցված են հրեշտակների պատկերներով, ինչը հաստատում է նախշերի քրիստոնեական բնույթը եւ ծիսական նշանակությունը։ Այդ նմուշները միշտ կիրառվել եւ մինչ օրս էլ լայնորեն կիրառվում են եկեղեցական ծեսերում։ Օրինակ, ձեռած թաշկինակները կամ խաչբռնիչները, սուրբ սեղանի ծածկոցներն ու կնոնքի շապիկները։ Կան պատասխանատու մարմիններ, որոնք պետք է ներկայացնեին այն թափի ասեղնագործությունը միջազգային հարթակում։ Հարց է առաջանում. ինչու դա չի արվել պատշաճ մակարդակով։ Մինչ այժմ ամենարժեքավոր աշխատանքը արել է Հրազդան Թոքմաջյանը, այն թափի ասեղնագործություն երկհատորյակով, որը ներկայացնում է վարպետների եւ նրանց ստեղծագործությունները։ Բայց հարց է. օգտագործվել է այդ նյութը հայ վարպետների աշխատանքները ներկայացնելու կամ հայկականությունը ապացուցելու եւ ընդհանրապես ինչ է արվել այդ ուղղությամբ։ Այն միանշանակ հայկական է, տեսակով, բովանդակությամբ, խորհրդաբանությամբ, էությամբ, ոչ հիմա եւ ոչ էլ երբեք դա թուրքական դառնալ չի կարող, ինչ թղթի վրա էլ գրվի, որ այն թուրքական է։